Քառօրյա վերապատրաստման շրջանակներում այսօր այցելեցինք Սեբաստացի խաղողի և գինու դպրոց։ Առաջին կուրսի ուսանողներ Դավիթն ու Վազգենը մեզ ներկայացրեցին գինու արարման գործընթացը։ Սկզբում իհարկե խաղում ենք խաղողը, այս տարի խաղել ենք Վայրձորից և Հոկտեմբերյանից, բերել ենք ստեղ Մենք հենց հիմա կարում ենք խաղողը, մենք բանավորում ենք, որ խաղողը գնենք մենք խաղողը բերել ենք ստեղ ու սկսել ենք մեր չանչան հրդում, խաղողը լցում ենք ստեղ, ինքը առանձնացնում է չանչն ու ջտնում է խաղողը, հյութը թափում է այստեղից ինչ-որ ամանի մեջ, իսկ չանչը այստեղ։ Տենց մենք առանձնացնում ենք հյութը և մի քանի օր պահում ենք ամանների մեջ։ Մենք տասենք խմորիչ, խմորիչը սենց ասած խաղողի շաքարը ուտում է ու վերածվում է սպիրտի։ Պրեսից հետո լցնում ենք այն մեծ տարաների մեջ։ Պրեսի ասում առանձնացում ենք հյութը։ Ջարդել ենք, հյութը առանձնացնում ենք, որ արդեն դառնա գինի իսկական։ Պահում ենք պահամանների մեջ։ Դե պահամանում մնում է ինքը 6-8 ամիս։ Ոչ պատասխան 6 ամիս։ Մնում է, հետո բերում ենք շշլցում։ Այս շշլցումը հիմա չենք կարող միացնենք, սա։ Այդ շշլցումը ստեղով ենք անում, այնտեղ բանը լցնում ենք մեր հյութը գինի։ Այս մեր ինժեներական դուք չեք եկել, հա, ինժեներական լաբորատորիայում այնտեղ է պատրաստվել ինժեներ սովորողների հետ։ Մենք օգտագործեցինք սա։ Շիշը ախտահանում են և թողնում են մի որոշ ժամանակ, որ չորանա։ Շշալցումից հետո հատուկ սարքի միջոցով խցանավորում են անում։ Պիտակից սկսած պատրաստում են քոլեջի ուսանողները, պիտակն էլ են պատրաստում, այսինքն քոլեջի ուսանողները, կպցնում են էլի երեխաները գինեգործության։ Գինու դպրոցը գործում է 2018 թվականից, իսկ վաճառքի դուրս են եկել արդեն 2021 թվականին։ Գինու դպրոց այցելել են տարբեր գինեգործներ և իրենց հետ նվեր են բերել իրենց հեղինակային գինիները։ Պարտեզ երեխաները գալիս էին և սենց սիրուն ներկում էին, Շատ։ բայց հենց պիտակը պատրաստեցինք էլ սենց մնացել է հուշ։ Այս բային դա բարև-բարև նախանջանի վրա, որ գինու պահակ տենց ռեստորանը և Frank by Bastana, ովքեր որ չունեն մեծ գինի տեսականի, ունեն 4 տեսակի գինի, մեկը մերն է։ Դա էլ Պուշկինի վրա է։ Ունենք նաև Դիլիջանում, Թավակճուճում, Էրբիլում, Կլիվերում, Գյումրիում ունենք, այո, Վանաձորում։ Կպատմեք մեզ ինչպես կողմնորոշվեցիք մասնագիտության ընտրության հարցում։ Գինեգործությունը իմ համար տենց մի քիչ հարազատ բան է, որտեղ իմ պապերը պատրաստել են գինի, հիմա իմ պապան էլ է պատրաստում գինի, երևի ես տենց դրա համար եմ ընտրել, որովհետև համ էլ շատ սիրում եմ այդ գինեգործության ոլորտը կամ հենց գինի։ Հոգեհարազատ է։ Երևի ամենաշատը դրա համար, հետն էլ որ եկա քոլեջ ընդունելության, ստեղ եկա պտտվեցի ու համոզվեցի, որ իմ համար շատ հարազատ է։ Դրա համար է։ Կեցես։ Ես որոշել եմ իմ գինեգործարանը բացեմ, հենց բացեմ ձեզ անպայման կան։ Որացնենք գինու համտեսի էտիկետին, կանոններին։ Դե գինու վրա տեսել եք, չէ, որ կարմիր, տենց կալպակի նման բան։ Գինեգործները ավելի ճիշտ սոմելիեն գիտեք ինչ է։ Գինու գիտակն է սոմելիեն, ավելի շատ ինքը դեգուստացիաներ է անցկացնում ու տենց մեզ եկել է սովորացրել է, իսկ հիմա մենք ձեր հետ ենք կիսվում։ Վազգենը մեզ ցույց տվեց, թե ինչպես մասնագիտական դանակի օգնությամբ կարող ենք հեռացնել խցանը։ Իսկ հետո արդեն ցույց տվեց, թե ինչպես է պետք վայելել գինին։